օրինակ եթե հնարավորություն ուներ, ես Ռուսաստանի նախագահին կհարցնեի, իսկ Ուկրաինայի պատերազմի որ մասի հետ եք դուք ցանկանում Հայաստանը համեմատել, նրա հետ, որ պատերազմը տեղափոխվել է Ռուսաստանի տարածք եւ նավթամշակման գործարանները այլևս կարելի ասել գոնե արևմտյան հատվածում չունեք, նրա հետ, որ ամեն օր հարյուրավոր կամ հազարավոր զինվորներ եք կորցնում, այսինքն դուք կարծում եք, որ Հայաստանի հետ էլ դա հնարավոր է, ես չեմ կարծում, որ Հայաստանի հետ դա հնարավոր է, նախ այն պատճառով, որ Հայաստանը այդքան ռեսուրս չունի, որ կարողանա ձեր հարյուրավոր կամ հազարավոր զինվորներին թաղել, եթե դուք փորձեք պատերազմել Հայաստանի հետ, եւ երկրորդ ավելի օբյեկտիվ, ես չեմ կարծում, որ սահման չունենալով Ռուսաստանի հետ կարելի է կարծել, որ Ռուսաստանը Հայաստանում ինչ-որ օպերացիաներ է իրականացնելու, այն ինչ փորձում է անել Ուկրաինայում կամ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, ուղիղ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, առավել եւս որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ Ռուսաստանի դեմ որևէ գործողություն չեն անում, այնինչ արվում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման դրամաբանության մեջ, այլ հարց է թե Մոսկվայում դա իրենց դուր գալիս է, թե դուր չի գալիս։ Դուր չի գալիս, ուրեմն թող ժամանակին անեին այն, ինչը կպահեր Հայաստանին իրենց օրբիտայում։ Այսօր չեն արել դա, Հայաստանն էլ դուրս է եկել իրենց ազդեցության շրջանակներից իհարկե որոշակի սահմաններում եւ դրանից բողոքում են, անտրամաբանական։